Ստեփանյան, խնդրեմ դուք ներկայացնեք որպես Մայր Հայաստան կուսակցության անդամ եւ Բարգավաճ Հայաստանի պատգամավորության տեխնացու, ինչ է տեղի ունենում ձեր շուրջը, ինչ է տեղի ունենում Բարգավաճ Հայաստան կուսակցության շուրջը։ Նախ հիշեցնեմ, որ հունիսի 7 ընտրությունների արդյունքներով մերժված քաղաքացիական պայմանագիրը, որը չկարողացավ խաբել հանրությանը եւ չստացավ իրենց բաղձալի 50% ձայները, վերահաշվարկի արդյունքում հասկացան, որ 3 ընդդիմադիր ուժ անցել են անցողիկ շեմը, բոլորը տարբեր տոկոսային հարաբերություններով։ Մյուս օրը առավոտյան հայտարարեցին, որ Բարգավաճ Հայաստանը եւս անցել է խորհրդարան։ 2 ժամ հետո հայտարարեցին, որ չի անցել Բարգավաճ Հայաստանը, որ պակասում է 59 քվ, 59 ձայն։ Այդ 59 ձայնը 2 օրում վերականգնվեց, դարձավ արդեն 140, հիմա հասկացան էլ ուրիշ տարբերակ չունեն, սկսեցին գնալ ընտրակեղծիքների, հակում են ամբողջ ընտրատեղամաս, ասում են այս ընտրատեղամասի արդյունքները անվավեր ճանաչել, ինչի համար, ասում են ընդեղ զինվորներ են ընտրել, նորից հիշեցնում եմ, կա գետ մեկ անձնավորություն, որը չունի իշխանություն ու կարող է զորամասի դուռը բացի, ասի դուրս եկեք ժամ 8-ից գնացեք ման եկեք։ Իշխանությունն է կազմակերպել սադրանքը, իշխանությունն է հանել զինվորներին տարել ընտրատեղամաս, ընտրել ու հետ տարել։ Ոչ ոք չէր կարող ընդդիմությունից այդ անել։ Դա իշխանության ուսերին է, այդ ապօրինությունը։ Բալավ, եթե տեղամասում զինվորներն են ընտրել, զինվորների ընտրությունը ձեր իսկ կազմակերպած անվավեր եք ճանաչում։ Բայց այն քաղաքացիները իրենց սահմանադրական իրավունքները եք ոտնահարում։ Այս ամեն ինչը աբսուրդ է, կեղծիք, սուտ, քաղաքացիական պայմանագիրը մերժված է ու կարող եք թվերով նայել։ Բացի որ 3 ընդդիմադիր ուժերից եւս ուժեր են եղել, որոնք հանդերձ են եկել ընդդիմադիր դիրքերից եւ հավաքել են 130,000 ավել քվ։ Դա էլ գումարում ենք մեր 3 ընդդիմադիր ուժերին, որոնք անցել են անցողիկ շեմ, քաղաքացիական պայմանագիրը զրկվել է։ Այս են մարդիկ, որոնք ասում են 65% պլյուս ձայն ունենք։ Անգամ 50% չկարողացան հավաքել այսքան կեղծիքների, այսքան զինվորների ընտրության, այսքան մարդկանց ահաբեկելով, բռնելով, ամեն ինչ անելով էլի չստացվեց։ Վերջնական արդյունքները հրապարակվելու է հունիսի 14-ին։ Վերջնահաշվարկից էական սպասելիքներ դուք ունեք։ Այո, վերջնահաշվարկի արդյունքում այդ իրենց հայտարարած 59 ձայնով, որ Բարգավաճ Հայաստանը չի անցել, դրա 1-2 օր հետո մենք 140 քվ տվեցինք, որ դուք նորից կեղծել էիք, չէիք գրել, արձանագրության մեջ չէիք գրել, իսկ այդտեղ այդ քվները կար։ Հիմա տեսան, որ չէ, այս մարդիկ էլի գտան իրենց ձայները, գնացին իրենց ձայների հետևից, հիմա էլ ընդհանուր արդեն ընտրատեղամասեր են իրենց լեզվով ասեմ հասկանում են իրենք կոզմիշանում։ Սա կեղծիքի, ստի, կայսրների մի փոքրիկ խմբակ է, բայց չի լինելու երևանցին, Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրենց մերժել է։ Եվ լավ գիտեն, իրենց դեմքերից երևում է, որ մերժված է։ Պարոն Ստեփանյան, նաև նախընտրական փուլում պատգամավորության տեխնացությունից զրկվեց Անդրանիկ Թևանյանը, այսօր նաև իրավապահ համակարգը խոզարկություններ իրականացրել մեկ այլ ԲՀԿ պատգամավորության տեխնացու Արեգնաց Մանուկյանի բնակարանում։ Սա ինչ մտավախություններ արդյոք ունի ՔՊ-ն, արդյոք իր թելադրանքով է։ Նաև մամուլը գրում է այն մասին, որ Գագիկ Ծառուկյանին գործարք է առաջարկվել։ Կխնդրեմ սրան էլ անդրադառնալ։ ԿՊ-ի վախերը այլ սահմաններ չի ճանաչում։ Մայր Հայաստան կուսակցության ղեկավարի հանդեպ ապօրինի շինծ ու մեղադրանք առաջադրել է, այդ մեղադրանքը միջև չեն կարող հիմնավորել, այսօր Արեգնաց Մանուկյանին են նորից գնացել էլի տենց շոու-ով տարել, մարդուն 1 ժամ հարցրությունից հետո դուրս են թողել, այդ գործը ջուր է, իրանք լավ գիտեն, իրանք սարկած օրինած գործն է, իսկ ինչ վերաբերվում է, թե ում հետ են ուզում գնան, ինչերի են գնալու, գործարքի նման առաջարկ եղել է պարոն Ծառուկյանի։ Ես ոչ մեկ էլ չեն կարող գնալ, ոչ մեկ էլ դրան չի թույլ տա, որ իրանց մոտ գնալ, մանավանդ պարոն Ծառուկյանը, ու ես վերջում ձեզ ասեմ, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կանգնած է ՔՊ-ի կողքին, ու միջևերջ կանգնած է լինելու։ Չի թողելու Հայաստանի Հանրապետությունը, չի թողելու Հայաստանի Հանրապետությունը նվիրեն իրենց կիրթ ու կառուցողական ադրբեջանցի գործընկերոջը։ Չի լինելու նման բան։ Փողոցային շարժում, ինչ եք պատրաստվում անել, սահմանադրական դատարան եք դիմելու։ Օրենքի սահմաններում ամեն ինչ անելու։